պարոն Սինհա։ Կրիշնական ջի, եթե ուզում եք, վարձը կարող եք հետո էլ տալ։ Ինչ եք փակում գրասենյակը։ Շատ շնորհակալ եմ, պարոն Սինհա։ Բայց ես էլ չեմ կարող ձեզ գրասենյակի վարձը վճարել։ Հիմա ստիպված եմ ուրիշ աշխատանք փնտրել տան կարիքները հոգալու համար։ Հայրիկ, փակեցիր գրասենյակդ։ Աղջիկս, ես Դու ինձ ոչինչ չես ասել այսպիսի մեծ քայլ անելուց առաջ։ Պունամջին է։ Հալո։ Այո, Պունամջի։ Ինչպես ես։ Լավ եմ։ Որտեղ ես։ Ես գրասենյակում եմ։ Արդեն քեզ էի ուզում զանգ տալ։ Պունամջի, թափքին տուն եկել է թե ոչ։ Նրա հետ արդեն խոսել ես, ինչ եղավ այնտեղ։ Պատմիր։ Այսօր Թափկին Դրուվին է տեսել ստուդիայում։ Հետո։ Դրուվն ասել է, որ Թափկին աշխատանքի է վերցնում։ Ինչ լավ նորություն հայտնեցիր, Պունամջի։ Աչքդ լույս լինի։ Քոնն էլ։ Նա քո աչքի լույսն է։ Հա, այդպես է։ Ինչ է եղել։ Ամեն ինչ նորմալ է։ Այո, նորմալ է։ Հայրիկ, բարձրախոսը միացրու։ Ես էլ եմ ուզում լսել։ Ադիտին այդտեղ է։ Նա եկել է, որ այստեղ խոսիր նրա հետ։ Մամ, ինչպես ես։ Մեր հանրահայտ Թափկին ինչպես է։ Լավ է, բայց ինչ է կատարվում հորդ հետ։ Կարծես թե տրամադրություն չուներ։ Մամ, աղջիկս։ Այդտեղ ամեն ինչ նորմալ է։ Պունամջի, մենք բոլորս էլ շատ լավ ենք, դու հանգիստ եղիր։ Ձայնդ ինձ բոլորովին դուր չի գալիս։ Քեզ հետ։ Մամ, բարձրախոսը միացրու։ Ալո, հայրիկ։ 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 Ինչ է եղել։ Լավ ես։ Այո, աղջիկս, լավ եմ։ Մայրդ իզուր հնանգստանում եմ մեզ համար։ Ու Ադիտիին հարցրու։ Ադիտի, ես լավ եմ, չէ։ Հոյակապ եմ։ Մենք լավ ենք դի։ Ես ու հայրիկը ձեզ կարոտում ենք։ Աղջիկս, ես կարևոր չեմ, արի քո մասին խոսենք։ Դու այսօր Դրուվին ես տեսել, աչքերդ երևի փայլում են նրան տեսնելուց հետո, հա։ Այո, հայրիկ, ես նրանից բացի ուրիշ ոչ ոքի չէի տեսնում։ Պարզ է, աղջիկս, նա էլ երևի քեզ էլ այդպես նայում, չէ։ Այո, հայրիկ։ Հայրիկ, ինչու են հանում մեր գրասենյակի ցուցանակները։ Ինչու է Սինհայի քեռին փակում դռները։ Հայրիկ, շուբն ինչ է ասում։ Ինչու է Սինհա քեռին փակում գրասենյակի դռները։ Աղջիկս, ես ուղղակի Ինչու են հանում ցուցանակը։ Մայրիկ, այստեղ վերանորոգում են սկսել։ Նոր ցուցանակ պետք է կախեն։ Դրա համար էլ հինը հանում ենք։ Սինհա քեռին էլ դռները չի փակում։ Մենք նոր փականներ ենք գնել։ Նա ուղղակի ստուգում է։ Մամ, մի անհանգստացիր։ Շուբը նոր եկավ, դրա համար էլ ոչինչ չգիտեր։ Այո, շուբ։ Այո, մամ։ Աղջիկս, այդտեղ իրոք ամեն ինչ նորմալ է։ Հայրդ ոչինչ չի թաքցնում։ Թաքցնում է։ Ինչ։ Նա տխրում է։ Երբ իր սերը, իր թագուհին իրենից հեռու է լինում։ Լռիր, քեզ հետ էլ է նույն բանը, մամ։ Դու դելիում ես, բայց քո սիրտն ագրայում է։ Չէ, Թափկիդի։ Լսիր, Ադիտի, ես մայրիկին մենակ չեմ թողնի, իսկ դու հայրիկով զբաղվիր։ Եվ լսիր,
Հայրիկին ամեն օր իմ յուրահատուկ սուրճից կտաս։ Թափկի սուրճից։ Լավ դի, իհարկե։ Շնորհավոր լինի նոր աշխատանքդ։ Հայրիկն ու շուպն ուզում են շնորհավորել քեզ։ Մի րոպե։ Տապկի, ինձ համար մի անհանգստացիր։ Դու քո մասին մտածիր եւ տքնաջան աշխատիր, որ շատ բաներ հասնես աղջիկս։ Այո, հայրիկ։ Դեդի, գործերդ հետո կանես։ Նախ ինձ համար ինքնագիր կվերցնես դրովից։ Չմոռանաս։ Լավ, չեմ մոռանա։ Լավ աղջիկս։ Ես հիմա պետք է գնամ։ Առայժմ հայրիկ։ Քեզ լավ նայիր, լավ։ Լավ։ Սիրտս լավ բան չի գուշակում։ 600,000 ռուփիայի վարկին, որի համար դիմել էիք, հավանություն է տրվել։ 600,000, բայց այսքան շատ։ Ինչպես ենք դա մարելու։ Ինչ է եղել։ Մի բան այն չէ։ Ես զգում եմ, որ նա տրամադրություն չուներ։ Մամ, ինչու ես այդքան մտածում։ Ադիտին ասաց, չէ՞ որ ամեն ինչ նորմալ է։ Ուրեմն Ադիտին ճիշտ էր ասում։ Դու հայրիկին ես կարոտում։ Նստիր, ես կտեսնեմ։ Նամաստե մորաքույր։ Բարի երեկո աղջիկս։ Ինչպես ես։ Տես թե ինչ եմ բերել քեզ համար։ Արի։ Քույրիկ, ինչպես ես։ Համեցեք, նստեք։ Այո, ես ճիշտ ժամանակին եմ եկել։ Ճաշում եք։ Նախ դա վերջացրեք, հետո մրգերից պատրաստված անուշեղեն կուտեք։ Շատ լավն է։ Իմ ձեռքով եմ արել։ Դուք էլ մեզ հետ ճաշեք։ Ես հիմա ափսե կբերեմ։ Ոչ, ես ոչ ծարավ եմ, ոչ էլ սոված։ Կերել եմ նոր եմ եկել։ Քույրիկ, դուք ձեր ճաշը հանգիստ կերեք։ Աղջիկս դու էլ կեր։ Մեհենդին ձեռքերից շատ ես ազում։ Ձեր տանը երևի հարսանիք է եղել։ Քույրիկ, աղջիկը ամուսնանալու տարիքի է հասել։ Նրա համար տղա տեսել եք, թե ոչ։ Ինչ եք մտածում դրա մասին։ Ոչ։ Հիմա չէ, հիմա նա դեռ պետք է աշխատի։ Կյանքում մի բանի հասնի։ Աղջիկս դեռ նոր է այս քաղաք եկել, նոր երազանքներ ունի։ Թող նախ իր երազանքներն իրականացնի, հետո նոր կանցնի իմին։ Մամ, ես գնում եմ։ Սպասիր։ Նախաճաշդ չմոռանաս։ Ինչ ես ուտելու, եթե սովածանաս։ Մամ, խմիր, արագ։ Մամ, առանց այդ էլ ինձ այդքան բան տվեցիր ուտելու։ Հիմա էլ այս կաթը։ Խմիր, արագ, արագացրու։ Ես հիմա կատնաշոր կբերեմ։ Մամ, արագացրու, ես արդեն ուշանում եմ։ Լավ, հիմա։ Քաղցր կատնաշոր։ Մամ, կաթի վրայից կատնաշոր։ Լռիր, կաթի վրայից կատնաշոր։ Դա հաջողության համար է։ Լավ, ցտեսություն։ Կամած գնա, կամած։ Մայրիկ, ես այնպիսի աշխարհ եմ գնում, որտեղ կամած ոչինչ չեն անում։ Ամեն ինչ այնքան արագ է։ Ներեցեք, որտեղ պետք է նստեն սկսնակները։ Հայա, որտեղ են նստում սկսնակները։ Գնա ուրիշին հարցրու, ինձ է հարցնում։ Ողջույն,
Ես Վանին եմ։ Ինձ սիրով թափքի են ասում։ Թափքի են ասում։ Ես ուզում եմ հարցնել։ Ողջույն, օրոտ թափքի։ Ուրեմն վերջապես աշխատանք ստացար։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Ես միայն ուզում եմ իմանալ, թե որտեղ եմ նստելու, ինչ եմ անելու։ Տիկին Սակշին կասի թե ինչ անես։ Իսկ նստելու մասին բոլոր սկսնակները այնտեղ են նստում։ Դու էլ գնա։ Ողջույն։ Կարող եմ իրերս այստեղ դնել։ Այո։ Շնորհակալություն։ Հագվան, այսօր ես մտնելու եմ լրիվ նոր աշխարհ, օգնիր ինձ։ Ինչ ցուրտ է, չէ՞։ Ես այս անգամ դրան կհետևեմ։ Տիկին բոլոր նորեկները այստեղ են։ Ձեզ են սպասում։ Որպեսզի այս անգամ ոչ մի սխալ չլինի։ Լավ հիշիր։ Բարի լույս բոլորին։ Ասացի բարի լույս, օրիորդ։ Օրորդ թափքի։ Թափքի։ Այո, թափքի։ Բարի լույս տիկին։ Ներեցեք, ես այնտեղ էի նայում։ Այստեղ բարերը կրկնել չի կարելի։ Սա արագությունների աշխարհ է։ Դանդաղելուց պարտվում ես, ոչինչ չես շահում։ Լավ տիկին։ Ներեցեք, խնդրեմ, բարի եղեք, դրանք ավելորդ բառեր են ու այստեղ հարգի չեն։ Այստեղ կարևորը քո արագ գործն է, արագությունը, մասնագիտական հմտությունը։ Եթե այդքան բան կարողանաս անել, լավ։ Ընտրությունը քոնն է։ Հասկացաք։ Այո տիկին, գործը շատ է, ժամանակը քիչ։ Այնպես որ ես ժամանակ չեմ կորցնի ծանոթանալու վրա։ Կդիմեմ համար 1, 2, 3, 4-ով։ Համար 1։ Քո գործնավակների հանձնարարությունները կատարելն է։ Համար 2, դու կհավաքես բոլոր վերջին նորությունները։ Համար 3 եւ 4, գնացեք լրագրողների խմբի հետ ու սովորեք։ Իսկ դու համար 0, քեզ ուրիշ համար չի ասում։ Ներեցեք տիկին, դուք ինձ ցուցակը չեք ուղարկել, այսօր ինչ է եթեր տրվելու։ Ես այս նորեկների պատճառով մոռացել էի, հիմա կուղարկեմ։ Ինչու եք բոլորդ կանգնել, գործի անցեք։ Տիկին ինձ չասացիք, թե ինչ պետք է անեմ։ Քո առաջին գործը վերադասին հարգել սովորելն է։ Գնա նրանց բոլորին հարցրու, թե ինչ են ուզում։ Նայիր նրանց, խեղճերին, ամբողջ օրը նորություն, երբեմն այնքան գործ է լինում, որ ամբողջ գիշեր ստիպված են մնալ այստեղ։ Դու նախ եւ առաջ պարտավոր ես իմանալ, թե ինչ է նրանց պետք, գործընկերներիդ, ղեկավարներիդ, ավագներիդ։ Այնպես որ գնա ու անձամբ հարցրու նրանց, թե ինչ են ուզում։ Սուրճ թե թեյ, թե սառըմպելիք, ինչ թեյ, ինչ սուրճ, սև թե կաթով։ Ինչու ես կանգնել։ Գնա, գործը տարա։ Գնա։ Լավ տիկին։
Կեցեք տիկին։ Հիմա այս կակազը հասնելու է թե նրանց ինչ է պետք։ Սուրճ, թե բոլորը ծիծաղից կմեռնեն։ Ինձ արդարացումներ պետք չեն Սուրեշ։ Ես այդ ժապավենը դեռ չեմ ստացել։ Դա ինձ հիմա է պետք։ Լավ, հիմա կգնամ կնայեմ։ Գնա արագացրու։ Ռաքեշ, դա քո պարտականությունն է, ինչու լրագրողները դեռ տեղ չեն ասել։ Ներեցեք, պարոն։ Ներեցեք, պարոն։ Ինչ, չես տեսնում, որ հեռախոսով խոսում եմ։ Տիկին, ինչ կուզեք, թե սուրճ։ Ոչինչ, շնորհակալ եմ։ Ներեցեք, պարոն, ինչ կուզեք։ Թե սուրճ։ Մի քիչ արագ խոսիր, եթե այդքան դանդաղ խոսես, մութը կընկնի։ Օհո, տեսեք, մեզ մոտ սպասուհի են բերել։ Սպասուհի։ Ոչ, ես այստեղ պրակտիկայի եմ եկել։ Իմ առաջին օրն է։ Տիկին Սաքշին ինձ գործ է հանձնարարել։ Ես պետք է հարցնեմ, թե ով ինչ է խմում։ Ուրեմն նվիրված աշխատանքդ օրորդ։ Վանի Չատուրվերդի։ Բայց ինձ բոլորը սիրով թափկի են ասում։ Թափկի։ Ինձ մի բաժակ սուրճ բեր։ Պարոն, ինչ կուզեք, թե սուրճ։ Սուրճ։ Պարոն, ինչ կուզեք, թե սուրճ։ Ինչ երկար ես հարցնում։ Այսօր կբերես սուրճը թե երկու օրից։ Ինչ լավ է, որ այստեղ օթորակիչ չկա։ Ինչ ես ուզում։ Թեյ, սառը սուրճ, ընդհանուր առմամբ 5 բաժակ թեյ, 10 տաք սուրճ, 2 առանց շաքարի, 4 սառը սուրճ։ Լավ, առանց հետ էլ 1000 գործ ունեմ, մենք դու էր պակասում։ Այնքան բաժակը լվանալու։ Այդքան թեյ ու սուրճ եփել կլինի բոլորի համար։ Համար ժամանակ է պետք։ Այստեղ մի տղա էր աշխատում, նա էլ փախավ, այնքան գործ կար։ Ով կմնա այստեղ։ Լսիր, ինչ ես անում, թող դա։ Ոչինչ, քերի, դուք ինձանից մեծ եք։ Հայրս ասում է, որ մեծերին միշտ օգնել է պետք։ Դու թեյն ու սուրճը կպատրաստես, իսկ ես այս գործը կանեմ։ Քերի, սա շատ արագ աշխարհ է։ Մի նեղվիր, ամեն ինչ ժամանակին կարվի։ Աղջիկս անունդ ինչ է։ Քերի, անունս Վանի Չատուրվերդի է, բայց բոլորն ինձ սիրով թափկի են ասում։ Այսօրվանից ես ես համար էլ թափկի կլինեմ։ Թափկի աղջիկս ներիր։ Ես քեզ հետ կոպիտ խոսեցի։ Այստեղ գործը երբեք չի վերջանում։ Ոչինչ, քերի, ես հասկանում եմ։ Դուք մենակ եք, իսկ աշխատանքը շատ է։ Դա ինձ տվեք։ Մի րոպե։ Ալո, հայրիկ, ես էլ նոր քեզ էի հիշում։ Ասա, Ադիտին իմ յուրահատուկ սուրճից քեզ համար եփել է, թե ոչ։ Այո, աղջիկս եփել է։ Դու ասա, ինչպես ես։ Աղջիկս, այդտեղ ամեն ինչ նորմալ է։ Մամ։ Աղջիկս սա Ադիտի շնորհքն է։ Նա բոլորի իրար է միացրել։ Երեքով կարող ենք միաժամանակ խոսել։ Ինչ լավ է։ Հրաշալի բան է մտածել Ադիտին։ Նախ ասա, ինչ ես սովորել այդտեղ։
Աղջիկս հուսով եմ քեզ լավ ես զգում նոր տեղում, հա? Այո, հայրիկ, աշխատանքս իրականում հենց այսօր էլ սկսվել է։ Ես շատ կարևոր հանձնարարություն եմ ստացել, հիմա դա եմ անում։ Քեզ ոչ ոք չի ծաղրում այդտեղ, չէ՞։ Բոլորը քեզ լավ են վերաբերվում։ Այո, մայրիկ, բոլորն էլ ինձ լավ են վերաբերվում։ Եվ շատ են օգնում ինձ աշխատանքում։ Դե լավ, դու գործերդ արա, քեզ չխանգարենք։ Լավ, հայրիկ, առայժմ մամ։ Հենց որ ազատ լինեմ կխոսենք, լավ։ Լավ աղջիկս։ Քերի, գործն էլ վերջացրի, խոսելս էլ։ Մի րոպե։ Քերի, մայրիկս ասում է, որ թեյը դատարկ չեն տա։ Ինչ տանք սրա հետ։ Գետնանուշ։ Գետնանուշ թեյի հետ։ Կոկարծկով մենք այստեղ եկել ենք ժամանակ անցկացնելու։ Օրորդ թափկի։ Մենք գործանելու համար ենք աշխատավարձ տանում, ոչ թե գետնանուշ ուտելու։ Այնպես որ սա տար խոհանոց, քանի շուտ է։ Այդպես չես էլ մրսի։ Թափկի։ Թափկի։ Այստեղ բոլորն այսպիսին են։ Մեքենաների հետ աշխատելով իրենք էլ դրանց նման անսիրտ են դառնում։ Բայց դու մի տխրիր։ Ես ու դու միասին թեյ կխմենք այս գետնանուշով։ Քերուդ հետ թեյ կխմես։ Դու միայն խմում ես։ Մոռացել ես թե մայրդ ինչ է ասել։ Թեյը դատարկ չեն խմի։ Տեսան ինչ լավ էր։ Քերը ինչ ես անում այստեղ։ Տիկին Սաքշին քեզ է սպասում։ Իսկ դու արա գնա։ Իսկ դու եկել ես այստեղ զվարճանալու թե աշխատելու։ Դրովի սուրճ խմելու ժամանակն է։ Նրանով է սուրճ տալու։ Ես։ Այս բաները թող, արա գնա։ Սա թափկի յուրահատուկ սուրճն է։ Պարոն Դրովը շատ կհավանի։ Թափկի աղջիկս։ Քերի, սա պարոն Դրովի սուրճն է։ Արագ տանեմ։ Թափկի սպասիր այդ սուրճը։ Քերի, ուր ես գնում։ Տիկին Թափկին նա սուրճը տարավ պարոն Դրովին, եթե նրան հետ չպահեմ, լավ բան չի ստացվի։ Դու քո գործն արա։ Բայց տիկին, Գնա, կանաչ թեյ բեր ինձ համար։ տիկին, Գնա։ Գնաս բարով, օրորդ թափկի։ Չես էլ պատկերացնի, թե այդ սուրճը ինչքան թանկ է նստելու քեզ վրա։ մտեք։ Որտեղ եմ սև սուրճը։ Ինձ համար սև սուրճ ես բերել։ Այո, պարոն։ Արի։
black coffee? Ինչ ես անում։ Պարոն, սա սև սուրճ չէր, դուք չէիք խմի։ Դուք չէիք խմի, դրա համար ես խմեցի։ Մայրիկս ասում է, որ սուրճը մարդու սրտով պետք է լինի։ Ներեցեք, պարոն։ Դրով սուրճդ։ Ես հենց սկզբից էի ասում, որ այս աղջիկը ոչինչի պիտանի չէ։ Նա ոչինչ չգիտի։ Լրիվ զրո է, բայց դու… Ես ուզում եմ բոլոր նորեկներին տեսնել։ Ուղիղ 5 րոպեից։ Լավ, 5 րոպեից։ Փառք Աստծո, Քերի, ես այսօր փրկվեցի։ Չգիտեմ, թե ինչ էր լինելու։ Պարոն Դրովը սև սուրճ է սիրում։ Իսկ ես… Աղջիկս, ես ուզում էի ասել, ուզում էի քեզ կանգնեցնել, մինչև պարոն Դրովի սենյակը մտնեիր։ Քերի, ես այնքան եմ մրսում, ինչպես կարելի է ջերմաստիճանը մի քիչ բարձրացնել։ Աղջիկս… Վիվեկ, այսօր ներսում շատ շոգ է, ջերմաստիճանը մի քիչ իջրում։ Տիկին, ավելի ցածր չի լինում։ Օթորակիչը երևի փչացել է։ Լսիր, ներս գնա, հովացուցիչը բեր, դիր այստեղ։ Ինձ լսեք բոլորդ։ Վաղվանից բոլորդ լուրերի պատրաստմանը կմասնակցեք։ Իսկ հիմա պարոն Դրուզում է բոլորիդ տեսնել։ Պարզ է։ Այո, տիկին։ Հիմա ձեր գործերին անցեք։ Վիվեկ, հովացուցիչը։ Ներեցեք տիկին, ինձ ձեռք չտաս, հեռու մնա ինձնից։ Ինչ է այստեղ կատարվում։ Այս ինչ խառնաշփոթ է այստեղ։ Ես եմ մեղավոր, պարոն։ Ինչ ես անում։ Ինչ ես հատակնավորում։ Դա կանենա ով պետք է անի։ Բան չկա, պարոն։ Ես մեր տանն եմ գործանում։ Այս ստուդիան էլ իմ տան նման է։ Ես եմ մեղավոր սրա համար։ Ես էլ իմ սխալը կուղեմ։ Ես դրա համար չեմ ամաչում։ Ես 2 րոպեից կվերջացնեմ։ थपकी प्यार की थपकी प्यार की
Ինձ թվում է դու հենց այս գործի համար ես ստեղծված։ Հատակը փայլում է։ Կեցես։ Ինչ եղավ։ Այդ մեքենան խանգարեց։ Մայրիկ։ Բարև։ Թափքի։ Այո, մայրիկ։ Ամեն ինչ կարգին է։ Աղջիկս որտեղ ես։ Մամ, ես մեքենայի մեջ եմ։ Տուն եմ գալիս։ Լսիր։ Ճանապարհին տաճար մտիր։ Աշխատանք ստանալուց հետո դու տաճար չես գնացել։ Լավ, մամ։ Լսեք, այս կողմերում տաճար կա։ Այո, մոտակայքում մի տաճար կա, շատ մեծ է ու շատ մարդ է գալիս։ Բարկի, ինձ տուր այդ ապսեն։ Չուտկի, թող ինձ մոտ մնա։ Դու ինձանից մեծ ես, դու գործ չպետք է անես։ Տուր ինձ։ Չուտկի, դու փոքր ես, ուրեմն քեզ փոքրի պես պահիր։ Ասացի ես կտանեմ։ Ես էլ ասացի տուր ինձ տուր, ինձ տուր, ինձ տուր։ Մեծ մայրիկը։ Մեծ մայրիկ, ես միայն Բարկիին էի ուզում օգնել։ Ոչ մեծ մայրիկ, ես էի նրան օգնում։ Ես կտանեմ այս ապսեն։ Անելու եք այն, ինչի համար եկել ենք։ Այո, մեծ մայրիկ, գնանք աղոթքի։ Այստեղ կանգնելով եք աղոթելու։ Նամաստե Վասունդարաջի։ Սկսենք արտին։ Սպասեք վանական։ Նամաստե քույրիկ։ Նամաստե Գայատրիջի։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։
Այս ինչ եք ստիպում անել ձեր հարցներին։ Ես նրանց չեմ ստիպում։ Նրանք անում են միայն այն, ինչ ես էի ժամանակին անում սկեսրոջս հորդորով։ Բայց նրանք իրենց կամքով են անում։ Ասում են, որ ընտանեկան ավանդույթները շարունակել է պետք։ Այո։ Ճուտկի, մեծ մայրիկն ամեն անգամ իր սկեսրոջն է հիշում ու մեզ ստիպում է այսպիսի բաներ անել։ Ամաչեք։ Այսքան ժամանակ է անում եք սա, բայց էլի չեք կարողանում նորմալ անել։ Բայց մեծ մայրիկ, լռիր։ Այսօր տուն գնալուց հետո դուք մինչև կեսօր կանգնած կմնաք մի ոտքի վրա։ Այդպիսի դեմք մի ընդունեք։ Բախներդ բերել է, որ տեքնոջս կնոջ հարցներն եք, որովհետև եթե իմը լինեիք, ես ձեզ ավելի խիստ պատիժ կտայի։ Տվեք փողը։ Մեծ մայրիկ, ես փող չունեմ։ Ես էլ չեմ բերել։ Ինձ թվում էր դու բերած կլինես։ Պարտադիր չէ Վասունդարաջի։ Դուք առանց հետ էլ շատ բան եք անում տաճարի համար։ Բայց վանական, ես պետք է մի բան տամ։ Ինչու փող չէիք բերել։ Ում մեղքներ դա։ Մեծ մայրիկ, ես ոչինչ չեմ արել։ Մեծ մայրիկ, ես ձեզ ասել եմ, որ մինչև կեսօր մի ոտքի վրա կանգնած կմնաք։ Բայց Սուման, դու այդպես կկանգնես մինչև վաղը։ Գիշերվա 12-ը, որովհետև մեղավորը դու ես։ Մեծ մայրիկ, բայց ինչ իմացար, թե մեղավորն ով է։ Նա ով մեղավոր է, միշտ կակազում է։ Շնորհակալություն Բհագվանջի, ինձ տված աշխատանքի համար, որովհետև վախենում է, որ իր սխալը կբռնեն։ Հիմա այնպես արա, որ իմ այս թերությունն ինձ ամեն քայլափոխի չխանգարի։ Ում ձայնը հստակ չէ, նրա սիրտն էլ մաքուր չէ։ Խոստանում եմ, որ կաշխատեմ ինչպես պետքն է։ Պատասխանելուց մեղավորը սկսում է կակազել։ Ես դրանից էլ հասկացա, որ մեղավորը դու ես։ Մայրիկ, չեմ ուշացել, չէ՞։ Ոչ տղաս։ Այդքան բարորդ կա։ Ինչու ես միշտ դու գալիս ինձ տանելու։ Առանց այն էլ այդքան զբաղված է ստուդիայում։ Մայրիկ, ես իմ աշխատանքը շատ եմ սիրում, բայց քեզնից շատ չէ։
Հայրիկին ասա, որ իմ առաջին աշխատանքային օրը շատ լավ անցավ։ Նա անհանգստանում էր։ Այո, կասեմ։ Շուբին էլ ասա, որ այո, նրան էլ կասեմ։ Իսկ դու մի քիչ պատմիր Դրովի մասին։ Ինչպիսին է նա իրական կյանքում։ Էլի այնքան գեղեցիկ է։ Ադիտի, նա շատ լավն է։ Իսկ գրասենյակը չես պատկերացնի, թե ինչքան մեծ է։ Եվ այնքան շատ մրցանակներ ունի։ Ինչ եղավ։ Մամ, սրանից ձայն է գալիս։ Նստեցիր դրա վրա։ Տեր Աստված։ Ես այստեղ կարտոֆիլ էի դրել, որ չորանա։ Դու էլ նստել ես վրան։ Դի։ Մայրիկը չիպս է պատրաստել իմ սիրած չիպսերից։ Այո։ Արի կեր։ Երանի կարողանայի։ Իսկապես։ Ես շատ եմ կարոտում քեզ ու մայրիկին։ Ադիտի, շատ մի նեղվիր։ Հենց որ գործերս լավանան, բոլորդ որոշ ժամանակով կգաք այստեղ։ Լավ։ Այո, անպայման։ Լավ դի, առայժմ։ Արագ բոլորը շտապեք։ Մենք պետք է գնանք, ժամանակ չունենք։ Ներեցեք։ Այս ինչ խառնաշփոթ է այսօր գրասենյակում։ Չգիտես, Պրիաչեդան է գալիս հարցազրույցի։ Պրիաչեդան։ Ուրեմն այս անգամ Միս Հնդկաստանն է գալու։ Այո, նա առաջին անգամ է մեր ալիքին հարցազրույց տալիս Միս Հնդկաստան դառնալուց հետո։ Ուրեմն այդ հարցազրույցը երևի պարոն Դրովն է անում, չէ՞։ Այո, բոլորը միայն այդ նկարահանմամբ են զբաղված։ Արագ, արդեն ուշանում ենք։ Այ քեզ բան։ Ես էլ կգամ ձեզ հետ։ Դրանից այնքան բան կարող եմ սովորել։ Գնանք։ Ամեն ինչ ստուգեք, տեսեք, բոլոր մոնիտորները, բարձրախոսները, որպեսզի ոչ մի տեխնիկական խնդիր չլինի։ Եվ լսիր, կանչիր օրորդ Պրիայի օգնականին։ Տիկին, այս թղթապանակը, այստեղ հարցազրույցի բոլոր մանրամասներն են, տրվելիք բոլոր հարցերը։ Արի շտապենք, մի րոպե անգամ ուշանալ չի կարելի։ Հիմա ամբողջ երկիրն է սպասում այս հարցազրույցին։ Եթե թեկուզ մի թերի բան անենք, ամբողջ ալիքի հեղինակությունը կտուժի։ Այնպես որ եկեք գնանք։ Սպասիր։ Ուր ես գնում։ Տիկին, բոլոր պատանիների կորքի հարցազրույցին։ Դու նախ խոսել սովորիր, ոչ մի տեղ էլ չես գնա։ Դու կմնաս այստեղ։ Կրկնօրինակումը կատարվել է Շանթ հեռուստաընկերությունում 2019 թվականին։